Հունիսի 1-ին ժամը 15-ի սահմաններում կենտրոնի անձնագրայինում ինչ-որ կին ուրիշի անձնագրերի տրցակը ձեռքին կասկածելի գործարք է արել։ Այս մասին Tribune-ին ահազանգեց քաղաքացիներից մեկը։ Ահազանգի շուրջ ներքին գործերի նախարարությունից մեզ գրավոր պատասխանեցին։ Տեղեկացնում ենք, որ հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կենտրոն 1 տարածքային բաժին է դիմել նոր շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՕԱԿ-ի ներկայացուցիչը։ Խնամքի կենտրոնում գտնվող անձանց հանրային ծառայությունների համարանիշ ստանալու եւ նրանց բնակության վայրով հաշվառելու նպատակով։ Ինչպես չէ եկել ենք խոսելու Գորասակյանի։ Նորքի տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց կենտրոնում մեր նկարահանող խումբը անակնկալի բերեց Բաքում հանգստացող տնօրենների Tribune-ում կայքից։ Սկզբում ընդառաջ եկավ փոխտնօրենը։ Բարև ձեզ։ Պարոն Ասատյան, դուք եք Ես փոխտնօրեն եմ Հայրապետյան։ Հայրապետյան, պարոն Հայրապետյան։ Երեք ահազանգ ենք ստացել։ Հայրապետյանը լսեց, վստահեցրեց, որ որևէ ապօրինի բան չեն արել։ Մեր բոլոր շահառուների համար, ովքեր նոր են ընդունվում, մեր սոցաշխատողները տանում են անձնագրային, մուտք են անում, նոր անձնագրերը վերցնում են, բերում են, հանձնում ենք շահառուներին։ Քանիսն են նոր ընդունվել, քանի նման մարդիկ ունեն։ Պետք է մոտ sense հստակեցնեմ, սա չեմ կարող հիմա այս բանին ասեմ դա։ Հա, երբ կարող ենք հստակեցնել։ Ես մի քիչ հետո կասեմ, ես հստակ ավելի։ Հա, դե եկեք հստակեցեք, որ ճշգրիտ խոսենք, էլի, հա։ Տարածքը մեկ մի նկարեք, էլի։ Եվ կոնկրետ ում անձնագրերով է այդ գործարքը եղել, մենք իրենց հետ կարող ենք խոսել, թե չէ, որ հավաստիանանք, որ իրենց անունից ուրիշի անձնագրերով չեն գնացել եւ գործարք արել։ Բարև ձեզ։ Պարոն Ասատրյան, դուք եք։ Ասատրյանը կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Խնդիրը լսեցին, հորդորեցին։ Կամերան անջատա մեր դաս հասկանանք ինչ է դու նկարահանում։ Պարոն Ասատրյան, ահազանգ ենք ստացել, պարոն Հայրապետյանն էլ նոր ներկայացրեցի, քաղաքացուց ահազանգ ենք ստացել, պարոն Ասատրյան, ինձ կլսեք։ Նայեք, իմ օպերատորի հետ գործ չունեք։ Տեսեք ինչ ա եղել։ Ես հիմա ամբողջությամբ բացատրեմ, հետո դուք կորոշեք։ Գնանք ներս նստենք, զրուցենք, հետո կհասկանանք, նկարում եք թե չէ, եթե կարելի է։ Կաբինետային երկարատև զրույցներից հետո կանչեցին սոցաշխատող Նելիին։ Թույլ չտվեցին, որ նա տեսախցիկի առջև պարզաբանի, թե ինչ գործարքեր անում, քանի հոգու համար եւ այդ շահառուները տվել են իրենց համաձայնությունը, թե չէ։ Նախարարության հետ կապվելուց ու երկար զրույցներից հետո որոշեցին, չեն ուզում տեսախցիկի առջև պարզաբանել, հորդորեցին գրավոր դիմել։ Ներկայումս Նորքի տարեցների խնամքի կենտրոնն ունի 217 շահառու, իսկ թե ինչ խնդիրներ ունեն այս մարդիկ, դատեք ինքներդ։ Այս մարդիկ ունեն ընտրելու իրավունք, իսկ թե ում պիտի ընտրեն, կարծես թե դասերը ստացել են։ Ում փոխանցենք։ Փաշինաբար Ռիփսիմե Ջեբեջյան, Իլյա Մանուկյան, Վազգեն Հովանիսյան, Tribune-ում։